Ես մի վարքյան պատկերացնում եմ, որ այդ աշխարհը չլիներ, ես չկարողանայի երգել կամ երգեի, բայց չթողնեին, ես բեմում լինեի։ Կոկորտս խեղդում է ինչ-որ մի բան։ Արվեստի մարդիկ խուսափում են քաղաքականությունից խոսել։ Բոլոր թերություններով, բոլոր առավելություններով ես սիրահարված եմ այս հողին ու պատրաստվում եմ իմ ամբողջ կյանքը այստեղ ապրել։ Ինչ եք անում դրա համար դուք այսօր, որպեսզի նա ապրի ձեր այդ պատկերացրած երկրում։ Հայկական երաժշտությունը երգել, պահել, թեկուզ արխիվից հանել, նորովի ներկայացնել ու մարդկանց ասել, որ հայկական երաժշտությունը չնաշխարհիկ է ուղղակի։ Ինչ-որ մի դաս քաղեցիք այդ ամեն ինչից հետագայում, երգեր ստեղծելու առումով։ Չէ։ Արվեստը ինչի մասին է։ Ոնց եք։ Շատ լավ։ Դուք ինչպես եք։ Լավ, շատ շնորհակալություն։ Ինչն է ամենաբարդը ձեր աշխատանքում։ Ուշադրության կենտրոնում լինելը, հասցնել ամեն ինչ, կարծիքները ճիշտ քո մեջ բալանսավորելը, հիմնականում լինում են 1000 լավ մեկնաբանություն եւ 1 բացասական։ Եթե դու ֆիքսվես այդ բացասականի վրա, քեզ մոտ դու կխախտվես։ Ճիշտ բալանսավորել, հասկանալ, գիտակցել, որ նորմալ է, դու ուշադրությունը ծևերի այդ դրական, լավ ալիքի վրա, որը որ դու ամեն օր ստանում ես, ու դրանից էներգիա ստացի։ Ինձ թվում է այդ բալանսը պահելը, չխաբելը հանդիսատեսին, չնայած դա բարդ չի։ Դու եթե երգում ես, դու եթե քո հույզերը կարողանում ես ճիշտ կերպով փոխանցել, դու չես էլ կարող ստել։ Բայց երբեմն լինում է, չէ, որ օրինակ, չգիտեմ, ինչ-որ վատ տրամադրություն է եւ այլն, բայց պետք է լինեք էլի ակտիվ։ Դու չես ստում։ Դու բարձրանում ես բեմ ամենավատ օրերին, տանջված հոգեվիճակով եւ քամված եւ ֆիզիկականով եւ հոգեկանով բարձրանում ես բեմ ու հասկանում ես, որ հանդիսատեսին ընդհանրապես հետաքրքիր չի քո հոգեվիճակը։ Ինքը եկել է իր հոգեվիճակից, թեկուզ իր լավ կամ վատ ամիսներից, օրերից կտրվելու, վայելելու մեղեդի, վայելելու երաժշտություն։ Եվ ուղղակի իրավունք չունես։ Եղել են շատ ծանր դեպքեր, երբ չեմ հասկացել ինչպես եմ ես տանը նստած հասկացել եմ, որ ես 1 ժամից պետք է ելույթ ունենամ, բայց չեմ հասկացել դա ինչպես պետք է կատարվի։ Բայց բարձրացել եմ բեմ ու իմ ձայնը ինձ բուժել է այդ պահին։ Իմ ձայնը ես լսելով հոգեկան այդ անհանգստությունը մեղմել եմ ու երգել եմ։ Ես հետևում եմ ձեզ Instagram-ում ու միշտ տեսնում եի, որ դիետաներ եք պահում, փորձում եք վազել, այն աղջիկները, այդ թվում եւ ես, ովքեր ունենք ավելորդ քաշի խնդիր, միշտ ինչ-որ պայքարի մեջ ենք։ Դա շատ դաժան process է իմ կարծիքով, որովհետեւ դու անընդհատ հաշտ ես ինչ-որ մի բանի, այդ մի բան քեզ անընդհատ խանգարում է, ձեզ մոտ ստացվել է։ Ու ես ուզում եմ հասկանալ հիմա դուք հաշտեք ձեզ հետ լավ է, ձեզ դուր է գալիս էլ ինչ-որ կա։ Ինձ մոտ ստացվեց առաջին անգամ, երբ որ COVID-ը սկսվեց։ Ես ու ամուսինս դեռ ընկերներ էինք եւ որոշեցինք, որ պետք է վազենք, պետք է մարզվենք, մարզասրահները փակ էին, որոշեցինք, որ դա պետք է անենք այգում։ Եվ սկսեցինք մարզվել առաջին օրը քիչ, երկրորդ օրը մի քիչ շատ ավելի, հետո սկսեցի արդեն վազել 1 ժամ անդադար վազել 7-8 կիլոմետր օրական։ Ես հաղթահարում էի այդ 7-8 կիլոմետրը օրական եւ այնքան լավ զգացողություն էր, բավականություն էի ստանում, որ խնդիր, դժվարություն հաղթահարել եմ, ես շատ լավ էի զգում եւ 2-3 ամիս հետո արդեն ունեցային քաշը, որը որ շատ էի ուզում։ Ու դրանից հետո սկսվեց պատերազմը եւ էլ չկարողացա կառավարել, որովհետև երբ որ դու ներքուստ հաշտես քեզ հետ, ներդաշնակություն է քո ներսում, դու կարողանում ես կառավարել, դու ուժեղ ես, դու հաղթահարում ես բոլոր դժվարությունները։
Բայց երբ որ ներսդ տակն ու վրա է լինում, դու չես հասկանում, դու երբ ես արթնանում, երբ ես քնում, ինչ ես մտածում, ինչ ես զգում, էմոցիոնալ դաշտը փշրված, խառնված իրար, չգիտեմ, sense կծկտուր պատկերներ են ներսում, էլ դրա մասին կարողանում վերահսկել ոչ մի բան։ Ու հետո էլի նույն ճանապարհով այդ ստրեսից վերադարձա։ Բալիկին ունենալուց հետո արդեն շատ դժվար էր, այս ասպարեզում բեմ բարձրանալիս շատ են դժվարությունները։ Հագուստից սկսած, դու քեզ դուր գալուց վերջացրած, չգիտեմ, այդ էներգիան ես որ ծախսում էի, պետք էր որ հարմար լինեի։ Ես ինքս ինձ հարմար լինեի, որ կարողանայի ճիշտ շարժվել, ճիշտ այդ շնչառության խնդիր եւ այլն։ Ինչ շատ են գրում իմանալու համար, ոչ մի բանը հեշտ չի։ Ես չեմ ուզում գովազդել կամ ուղղորդել երիտասարդ աղջիկներին մի տեղ, որի վրա որ ես 100% վստահ չեմ եւ վերահսկողություն չունեմ, չեմ կարող խորհուրդ տալ, որովհետեւ դա ինձ համար ես որոշել եմ եւ առանց վախենալու գնացել եմ այդ ուղղությամբ։ Հաջողել եմ, բայց չեմ կարող խորհուրդ տալ շատերին, իհարկե, շատ բարդ ճանապարհով եմ անցել, ոչ մի բանը հեշտ չի, երբ որ մեկնաբանություններ եմ տեսնում, հա դե սա արել հեշտ է, չէ, ոչ մի բանը հեշտ չի անցել, հեշտ չեմ վերականգնվել եւ այլն, ամենաճիշտ, ամենաարդյունավետ ճանապարհը, որ ներդաշնակություն լինի ներսում եւ արդեն ֆիզիկականի վրա անդրադառնա, ճիշտ սնունդ, ճիշտ մարզվել, որովհետեւ տարիներ շարունակ ես մարզվել եմ ու կարողացել եմ պահել, բայց երբ որ աշխատանքը, երեխան, ընտանիքը մի պահ եկա, որ արդեն չկարողացա ես այդ ամեն ինչը տեղավորել իմ սեղմ ժամանակում եւ նաեւ օրական 2-3 ժամ մարզվել ու որոշեցի կտրուկ անել փոփոխություն, ինչը էլի եմ ասում։ Իսկ դուք ո՞նց եք զգում հոգեպես։ Ես հիմա ինձ շատ լավ եմ զգում, որովհետեւ հայելու մեջ նայելիս ինչ եք մտածում։ Այդ տրանսֆորմացիան շատ դանդաղ եմ ես այդ փոփոխությունը զգում, որովհետեւ ուղեղումդ քո հոգեբանական քաշը դեռ բայց փորձում եմ քիչ-քիչ արդեն ընտելանալ ներքին հոգեկան աշխարհը արդեն հարմարեցնել ֆիզիկականին։ Ասում եք, որ 15 տարեկան եք ձեզ զգում, բայց իմ կարծիքով մարդը երիտասարդ ընդ իրեն զգում է շնորհիվ ծնողների։ Այսինքն դուք մեկը, ինչքան որ դուք մեզ ցույց եք տալիս այդ մասը, շատ այդ պարուրումը ծնողների կողմից ձեզ։ Ոնց որ մինչև հիմա դուք դեռ ընդ իրանց բալիկն եք, ու ես հիշում եմ հարսանիքի այդ շորի հետ կապված այդ բուլինգը ամբողջ որ գնաց, ձեր մաման ես իրան չեմ հետևում, բայց կարծում եմ երբեք տենց ինչ որ գրառումներ չի անում, բայց այդ իրա ինչ ասեմ, այդ շատ պաշտպանողական, այդ մայրական բանով ինքը վերցրեց ու գրեց մի հատ ստատուս։ Ես հասկանում եմ, որ այդ այնքան ուժեղ է այդ պաշտպանություն, դա շատ լավ բան է, ու միգուցե հենց այդ ծնողական լավ առումով այդ դոմինանտությունը ձեր կյանքում դեռ որ կա, միգուցե դա չի թողնում, որ ձեզ գաք ձեր տարիքում, թե սխալվում եմ։ Միշտ չափի մեջ է եղել այդ հոգատարությունը, այդ պաշտպանողականությունը, որովհետև փոքր տարիքից ինձ թողել են, որ ես ինքնուրույն մտածեմ։ Իրենք իրենց մտքերը ինձ չեն պարտադրել, չեն ճնշել։ Փոքր տարիքից իմ կարծիքը հաշվի էին առնում եւ այլն։ Նստում էինք հավասարի խոսում էինք։ Ու ես հիմա Աստծուն շատ շնորհակալ եմ, որ ունեմ այդպիսի ծնողներ ու որ այդքան ճիշտ ինձ ուղղորդեցին ուղղակի այնտեղ, որտեղ ես ինձ ամենալավն եմ զգում։ Ես մի վարքյան պատկերացնում եմ, որ այդ աշխարհը չլիներ, ես չկարողանայի երգել կամ երգեի, բայց չթողնեին, ես բեմում լինեի ու չգիտեմ, մի վարքյանում կոկորտս խեղդում է ինչ-որ մի բան։ Իսկ արդեն մեծանալով ես այդ մանկական այդ ամեն ինչը չեմ կորցնում իմ մեջ։ Հնարավոր է շատ իմպուլսիվ ուրախանամ, իմպուլսիվ տխրեմ։ Երբեմն որոշում եմ, որ ես վերջ պետք է կառավարեմ եւ ստրատեգիաներ մշակեմ մարդկանց հետ շփումների ժամանակ եւ պետք է ինչ-որ ճիշտ մոտեցում եւ պահեմ պաուզաներով, բայց
այդ տևում ճանապարհը հասնում եմ տեղ եւ բարև ձեզ այդպես է ստացվում այդ դրա մասին էլ էի շատ ուզում խոսեինք, որովհետեւ երկու միտք եք ասում, որ իրար հակասում են այն առումով, որ տեսեք ասում եք ես հարաբերություններում ուզում եմ սովորել ստրատեգիաներ, ինչ որ գործիքներ կիրառել, միգուցե որովհետև երբ որ չեք կիրառում, միտեղ ձեզ վնասում է դա եւ ցավում է։ Դա վնասում է միանշանակ։ Մյուս բaragայում ասում եք, որ դուք հարաբերություններում սիրում եք պարզություն։ Եթե լավ է, եթե վատ է, այսինքն խաղեր չեք սիրում։ Նա ուղղակի ցանկություն է, որ երբեմն մի քիչ նեղվելուց կամ ընկճվելուց ինչ որ մի հարցի շուրջ, որովհետև ես չեմ կարողանում այդ ծրագրավորել ինչպես շփվեմ այս մարդու հետ։ Իսկ ինչով է դա ձեզ խանգարում այդ անկեղծությունը, երբ որ օրինակ այսօր, հա, եկաք մտաք ու արև բերեցիք միանգամից, ինձ պայծառ բարև ձեզ խոսեցինք, տրամադրություն ստեղծեցիք ու հետո տրամադրությամբ նստեցինք, խոսեցինք։ Ինչով է դա ձեզ վնասում, որտեվ կարող է ինչ որ մեկը սխալ է հասկանալ։ Այստեղ չի վնասում, բայց լինում են կյանքում պահեր, որ վնասում է, բայց այլ ուշադրություն չեմ դարձնում։ Հասկացել եմ, որ այլ դու փոխվողը չես, դու չես կարող ստրատեգիա մշակել մարդկանց հետ շփվելիս, այս քայլը անելիս եւ դու կաս այն ինչ որ կաս։ Ուղղակի ընդունիր այդ փաստը։ Ինչ արժեքներ են ձեզ փոխանցել ձեր ծնողները կարևոր, որոնց վրա դուք հիմա զգում եք, որ կարողանում եք հենվել։ Ու ձեզ օգնում են կյանքում շատ։ Ուղղակի լինել են ինչ որ դու կաս։ Հայրենիքի հանդեպ սերը, որը որ ես ծնված օրվանից ես երգում էի Հայաստան, ես երգում էի Կիլիկիա, ես երգում էի շատ մեծական երգեր ու այդ երգերը բնականաբար ես երեխայի 5 տարեկան իրենք էին ինձ համար ընտրում։ Ու ես այդ երգերն էի երգում ու այդ սերը այնքան մեծ է հիմա իմ հոգում, այնքան մեծ տեղ ունի, որ ես էլ Մարիին եմ դա փորձում փոխանցել։ Շատ թանկ բաներ, որոնք որ խոսքերով ուղղակի փոխանցել չեմ կարող, որոնք որ ես ամեն օր ապրելով այդ ամեն ինչը զգում եմ։ Իսկ կնոջ հետ կապված ես մամայիս օրինակն եմ ունեցել։ Ես հիմա որ պատկերացնում եմ, ուղղակի հարցնում եմ, ասում եմ, այն ժամանակ չի եղել ոչ մի բան։ Դու ոնց ես ինձ պահել, հետո քույրս, հետո եղբայրս մի քանի տարի հետո, փոքր տարբերություններով եւ հիմա մենք բոլոր հնարավորությունները ունենք, ջուր, տաք ջուր, չգիտեմ, հոսանք, վերելակ։ Ու մամաս միշտ պատմում է, որ իրենց 10-րդ հարկ հայրիկս այդ մարտկոցը բարձրացրել է ոդկով ամեն օր, որ ես Summertime-ը լսեմ։ Ու միայն այդ Բորգի Բեսից Գերշվինի, միայն այդ երգի տակ եմ քնել ու ես զարմանում եմ, ասում եմ այդքան դժվար, պատերազմական տարիներ, անլույս, մութ, ցուրտ ու այդ իմաստությունը մամայիս մեջ ես սիրո դրսևորմամբ եմ տեսել, որովհետև հիմա իրենք ծնողներիս երբ որ նայում եմ, ասում եմ փաստորեն կա այն վեհ զգացողությունը, որը որ կարող է որը որ տարիք չի ճանաչում, տարիներ չի ճանաչում, ոչ մի դժվարություն չի ճանաչում, որովհետև այնպիսի դժվարությունների միջով են անցել ու մեզ փորձել են ճիշտ դաստիարակել, փորձել են ճիշտ պատգամներ փոխանցել ու այդ ամեն ինչը ես առօրյա կյանքում էլ մի քիչ առաջ ասում էի, չէ, որ կուզեի, որ այսպես լիներ, բայց իրականում այդ ոչ մեկ էլ պետք չի։ Ձեր մամայի մասին խոսեցիք ու ես կուզեի այսօր իր մասին մի քիչ ավել խոսենք։ Ձեր մամայի մեջ կա մի բալանս, որը անհնարին բալանս է իմ կարծիքով, այն առումով, որ շատ սիրուն է։ Սկսենք այդտեղից, հա, արտաքնապես շատ սիրուն կին է։ Զգացում է ինչ ուժեղ կին է, որովհետև ինչ որ բաներ որ պատմում եմ, զգացում եմ, որ շատ հարցերում ինքը շատ sense հստակ հարցը դրել է, որ պետք է այս անել։ Ու դուք այդ արել եք, հա, բայց միաժամանակ շատ մեղմություն ու նրբություն կա իր մեջ, հա, այդ իր խոսքի մեջ, ինչ գեղեցիկ հայերենով է ինքը խոսում, ինչ հիանալի տատիկ է։ Ինձ հետաքրքիր է, դուք ինչ որ նմանություններ ունեք իրեն, ինչ որ բաներ տեսնում եք ձեր մեջ այդ բոլոր հատկություններից։ Երեխա ունենալուց հետո ավելի շուտ ես
խոսում եմ Մարի հետ այնպես, հետո ականջիս մամանա։ Ու ես այդ նմանությունները ինձ կարմիր թելով գնում է ինձ մոտ։ Ինքը, չգիտեմ, ինձ համար մի տեսակ ֆենոմեն է, ասում եմ, եթե ես էլ ինչ-որ բաներ չեմ կարողանում շատ կտրուկ ասել, դու ասա, որովհետև ինքը շատ ավելի մանկավարժորեն եւ այդպես կարող է, էլի, որովհետև ես մի քիչ շատ բարի մամա եմ, էլի, իհարկե սահմաններ կան, որոնցից չեմ թողնում անցնի, բայց շատ ես եմ ուզում, ասեն սիրտս հալվում է, բայց երբեմն պահում եմ սահմանները։ Ու հենց այսօր էլ առավոտյան զանգել էինք մամային ու խոսում էր Մարիի հետ ու տեսա ինչա կատարվում իրանց տանը, ինչ-որ տենց պահածոների պատրաստություն։ Ասում եմ, մամա, ոնց ես հասցնում, այդ առումով ես չեմ կարող նմանվել, որ սա հասցնի թորներին պահի, կարդահեքիաթ, բանաստեղծություն սովորացնի, մեզ ուշադիր լինի, որ ինչի կարիք ունեք օգնեմ։ Ու ամեն ինչի հետ միշտ ինքն էլ խնամված։ Տեսեք, այսօր ամբողջ աշխարհում շատ ուժեղ տենդենցա է այդ գիտակցված ծնողավարում, ինչ-որ գիտակցված մայրեր։ Ես որքանով որ նկատում եմ, դուք չեք տարվում այդ ամեն ինչով։ Չեք հետևում, կարծես թե։ Ինչի համար եմ ես ասում, օրինակ, ես նկատում եմ, դուք երբ որ երեխային նկարում եք, իր հետևում խաղալիքները թափած են։ Չեք հավաքում ու չեք ցույց տալիս այդ իդեալական կյանքը, որ առավոտյան արթնացաք, սմուզին խմեցիք եւ մի հատ երեխան փանքեյքը կերավ եւ հետո։ Դա շատ արհեստական ինձ թվում է։ Հա, բայց իմ կարծիքով ձեր ֆենոմենը հենց դրանում է, որ դուք կարողանում եք այդ իսկականությունը ցույց տալ։ Որքանով է ձեզ մոտիկ այդ գիտակցված ծնողավարությունը, որքանով եք դուք մտածում ձեր արածի, ասացի հետևանքների մասին երեխայի հարցում։ Ես այդ ամեն ինչը կարդում եմ, ուսումնասիրում եմ, նայում եմ, հետևում եմ, բայց ես անում եմ այնպես, ինչպես ինձ ու իմ երեխային հարմար է ու որ շատ ստրեսի չենթարկեմ, շատ կտրուկ բաներ չանեմ, չեմ կարող չխոսել, չեմ կարող ասել, դե ինչ ուզում ես Սարա բալիկս, ուզում ես կոտրել, կոտրիր, չէ, չեմ կարող։ Ես էլ քույրս էլ եղբայրս էլ շատ ոչ թե խիստ ենք դաստիարակվել, այլ ուղղակի դաստիարակվել ենք։ Սահմաններով մենք իմացել ենք մեզ ինչ կարելի է, ինչ չի կարելի։ Ես երբ որ փոքր էի, նայում էի ընկերներ ունեինք եւ այլն, նայում էի, ասում էի, բայց իրա մաման ախր ամեն ինչ թողում, մաման։ Ասում էի, մամ, ինչի է, սենց հետո երբ որ մեծացանք, ես էլի նայում էի այդ ընկերներին, ասում էի, մամ, մերսի։ Որովհետև հիմա իմ մեջ կա դիրքավորված գծեր, որոնք որ ես շատ շնորհակալ եմ, որ ունեմ։ Առանցք ունեք։ Առանցք, որի վրա արդեն ես անհատականությունս ձևավորվել է, բայց այդ առանցքը շատ կարևոր է։ Իհարկե գենետիկան, միջավայրը, առհասարակ մարդը ինդիվիդուալ երևույթ է, բայց այդ ամեն ինչը գիտակցելով, որ ինքը ինդիվիդուալ է եւ այլն գենետիկա եւ դու չես կարող ասել, դե թող մեծանա։ Սպասենք, տեսնենք ինչ կլինի, չէ։ Այսօր աշխարհում տեսնում ենք արհեստական բանականությամբ ոնց են կարողանում երեխայի ձայնը օգտագործել եւ խաբեությամբ ծնողներից փող ստանալ, չգիտեմ, երեխայի վիդեոներ են կարողանում սարքել։ Դուք չունեք այդ մտավախությունը որպես ծնող, երբ որ երեխային այդքան շատ համացանցում տեղադրում եք ոնց որ իր վիդեոներն ու ֆոտոները։ Մտավախություն ունեմ, մինչ երեխան ինձ հետ կապված էլ ունեի մտավախություն, արժի այսքան շատ ակտիվ լինել չարժի, բայց մի տարի իր կյանքի առաջին տարին ոչ մի բան ամուսնուս որոշումներ դա, եթե անկեղծ լինեմ, որ չէր ուզում, որ ոչ միտեղ լիներ։ Հետո մի տարուց հետո հասկացա, որ եթե Մարիի ծննդյան ինչ-որ արարողություն լինի կամ մենք հյուր գնանք, ես ստիպված եմ բոլորին խնդրել, ասել, որ խնդրում եմ, մի նկարեք, մի դրեք, իսկ ես իմ բնույթով շատ դժվար էր ինձ տրվելու այդ ամեն ինչը։ Կամ պետքա շատ տանը պահեի, որ դուրս չգար, որ շատ մարդաշատ տեղերում չլիներ, շատ դժվար էր ինձ տրվելու այդ ամեն ինչը։ Իսկ հիմա, երբ որ տեղադրում եմ այդ վիդեոները, ես այնպիսի նամակներ եմ ստանում եւ մեկնաբանություններ,
որ Սոնա ջան, իմ օրվա ամենահետաքրքիր հատվածն է կամ այս վիդեոն նայեցի, իմ ստրեսը անցավ, նայեցի, ինձ թեթևացած զգացի, լավ զգացի, ոնց որ արդեն, չգիտեմ, էլ չեմ կարողանում հետ կանգնել այդ ամեն ինչից։ Թե ժպիտ է պարգևում, ուրախություն է պարգևում այդ վիդեոները, ինձ դժվար չի։ Չգիտեմ։ Երգերի շարքը ընտանիքի անդամներին նվիրված, սովորաբար այդպիսի երգեր շատ կոմերցիոն բնույթ ունեն ու սովորաբար լավը չեն լինում։ Բայց ինչ է ստացվել, որ դուք ունեք ընտանիքի անդամներից համարյա բոլորի մասին, բացի եղբորից։ Եղբորությունները շատ ուշադիր են։ Բացի եղբորից, բոլորի մասին ունեք երգեր ու բոլորիս կպնող երգեր, այսինքն ձեր երգի մեջ ամենապես, չգիտեմ, այն քույրիկի մասին երգը բոլոր քույրիկները իրար գտնում են, հա, գտնում են իրանց կամ աղջկա մասին, հա, ձեր երգը։ Եղել է արդյոք այդ ամեն ինչի մեջ նաև կոմերցիոն նպատակ։ Ճիշտն ասած, կարծեմ քույրիկիս հարսանիքից է սկսվել այս process-ը, որ մաման խոսքեր գրեց ու ասեց այս երգը ու papan ու քույրիկը սպարեցին, մաման խոսքերը գրեց, ես մեղեդին գրեցի։ Ընտանեկան պրոյեկտ է։ Ընտանեկան պրոյեկտ ստացվեց, այո։ Ու այդպես ստացվեց, որ այդ երգերը ունեցան իրենց շարունակությունը։ Իմ հարսանիքին էլ ունեցա երգ, որ նվիրեցի ամուսնուս։ Երաժշտության հեղինակը ես եմ, երգը կոչվում է Եկար։ Խոսքերը Ավետինն են Բարսեղյան, միասին խոսեցինք, ինքը արդեն պատկերացում կազմել էր Էմիլի մասին եւ այնքան լավ իմ մեղեդու վրա կարեց այդ գեղեցիկ կտավը խոսքերով։ Ես Էմիլին ասել էի, որ պետք է ուղակի բացիկ նկարենք, որը որ կուղարկենք մարդկանց եւ կհրավիրենք մեր հարսանիքին։ Բայց պլանավորել էի տեսահոլովակ եւ նկարահանող խումբը գիտեր, միայն Էմիլը չգիտեր եւ իրեն հրավիրեցինք այդ նկարահանման տարածք եւ նկարահանեցինք, ասում էր, բայց ինչ է շատ երկար տևում։ Այս բացիկը, ասում էի մի հատ նկարենք, որ դեմքդ երևա այդ բացիկի համար։ Հետո մի քիչ քայլենք, այս ամառը հետո հետ գար նորից բացիկը գրենք։ Երբ արդեն հաստատ գիտեի, որ չի ուզի ինքը տեսահոլովակի մեջ դեմքը իր երևա, ասում էի մի հատ էլ դեմքը որ խնդրեմ կթեքես երկու կադրել այդպես ունենանք դա տեսահոլովակի համար դեմքով բացիկի եւ հարսանիքի օրը անակնկալ արեցի ու իմ ընկերները ինձ շատ օգնեցին Արտուրը Մանուկյան նկարեց տեսահոլովակը եւ էկրանին մեծ դրեցինք ինքն ասում է փաստորեն սա ենք անում ասցի անակնկալ դուր եկավ իրեն դուր եկավ այո կարելի ասել որ դուք սիրում եք երգով եք ձեր սիրո մասին պատմում կյանքում էլ այդպես է ստացվում։ Երգով ու մեղեդիով, ձայնով շատ ավելի հզոր կերպով եւ ուժեղ կարող ես փոխանցել քո զգացած էմոցիան։ Երբեմն ես համերգի ժամանակ երգելով այնպիսի, չգիտեմ, հույզեր եմ ապրում, որ դա ոչ մի խոսքով, ոչ մի կյանքի իրավիճակում դա չեմ կարող ես ապրել։ Այսինքն այդտեղ հասկանում եմ, որ վիբրացիան գնաց ու տասնապատիկ անգամ հանդիսատեսից ինձ հետ եկավ եւ ես իրենց կարողացա այդ էմոցիան փոխանցել ձայնի միջոցով եւ իրենք հետո ինձ հետ վերադարձրեցին իմ ծախսած էներգիան եւ իմ էմոցիան։ Մի հատ հարց, որ ես ձեր տեսանկյունից էի շատ մտածում, ձեր մասին էի մտածում, դուք ինչ էմոցիաներ ունեք դրա հետ կապված։ Պատերազմի ժամանակ դուք շատ գեղեցիկ մի հատ երգ ստեղծեցիք։ Ձեր մամայի հետ կարծես թե գրեցիք, այդ հաղթելու ենք շատ սիրուն երգեր ու կարծում եմ շատ պետք էր այդ ժամանակ այդպիսի երգ։ Ոնց եք հիմա դուք վերաբերվում այդ երգին ու առհասարակ այդպես իրավիճակային երգերին ոնց եք վերաբերվում։ Այդ երգը հիմա խոսեցիք, ես հիշեցի ու ամբողջ մարմնով փշաքաղվեցի, որովհետև շատ հույսով ու հավատով գրված երգեր, իհարկե կես սրտով, բայց հույս ամեն դեպքում կար։ Հույս կար, ուզում է ինչ-որ մի կերպ այդ հույսը տարածել, որ լավ է լինելու, որ չգիտեմ։ Բայց հիմա չեմ կարողանում անգամ այդ
նայել տեսահոլովակը կամ փոքր ինչ-որ վիդեո նկարեցինք, անգամ չեմ կարողանում նայել, սիրտս կտոր-կտոր է լինում, որ ես ինչ-որ մի պահի մտածել եմ, որ չէ, ամեն ինչ լավ է լինելու, հենց այդ շրջանում, եթե հենց հիմա դնեք այդ երգը, չգիտեմ ինձ հետ ինչ կա, ես չեմ կարողանա իմ էմոցիաները կառավարել, երգելուց էլ շատ դժվար եմ երգել, ստուդիայում այդ երգը մի քանի անգամ փլվելով, քանդվելով, որովհետև արդեն ցավոտ իրավիճակում ա գրվելու երգվել այդ երգը, բայց հույսով, մի քիչ լույսով, մի քիչ։ Ինչ-որ մի դաս քաղեցիք այդ ամեն ինչից հետագայում, երգեր ստեղծելու առումով, թե չէ։ Չէ, արվեստը ինչի մասին է։ Պահը ապրելու, իհարկե, շատ ավելի լավ ու վառ կերպով այս տարիները արվեստի միջոցով մենք կզգանք 10-15 տարի հետո։ Ինձ այդպես է թվում ամեն դեպքում, բայց ես իմ էմոցիան օրվա, պահի, վայրկյանի փորձում եմ պահել, արխիվացնել։ Առհասարակ արվեստի մարդիկ խուսափում են քաղաքականությունից խոսել։ Էն էլ այսօր, որովհետև այսօր քաղաքականությունից խոսելը մեր կյանքի մասին խոսելն է, որովհետև քաղաքականությունը մեր տանն է բոլորիս այսօր։ Ես երբեք չեմ թաքցրել իմ կարծիքը, իմ հույզերը, իմ ապրումները ու այդ ամեն ինչը չեմ արել գոռալով, չեմ արել ինչ որ մի տեղից, արել եմ կոնկրետ իմ էջով, ցույց եմ տվել այն ամեն ինչը ինչ որ պատերազմի օրերին ես եւ շատ երկար դեռ երբ որ Արցախից մարդիկ գալիս էին Երևան, չունենալով տուն, չունենալով ապրելու տեղ, չունենալով տեսլական, չունենալով ոչ մի բան։ Ես իմ էջը եւ ինձ ծառայեցնում էի այդ ամեն ինչը գոնե մի կաթիլով օգնելուն։ Ինչ որ մի ձևով ես իմ ներսի էմոցիան պետք է արտահայտեմ։ Ինչ որ գլոբալ բան լինի իմ երկրում եւ ես լռեմ ասեմ, չէ, դե ինձնից հեռու է, ես երգիչ եմ ինձ մենակ։ Իհարկե շատերը այդ օրերին նման իրավիճակներում գրում են դու երգդ երգի, բայց չխոսողներին էլ գրում են իսկ ինչու դու չկաս։ Որովհետեւ ես մտադիր եմ իմ ամբողջ կյանքը անցկացնել ես երկրում։ Վերջերս մի հարց տվեցին, ինչից ես ոգեշնչվում արվեստի մեջ ստեղծագործելիս։ Ես ուղղակի մի պատասխան տվեցի ու շատ անկեղծ, որ այս հողից եմ ոգեշնչվում, էներգիա եմ ստանում ես այս հողից։ Բոլոր թերություններով, բոլոր առավելություններով ես սիրահարված եմ այս հողին ու պատրաստվում եմ իմ ամբողջ կյանքը այստեղ ապրել ու չեմ կարող անմասն մնալ։ Ու այդ օրերին ես մոռացել էի, որ ես ինչ երգչուհի, ինչի մասին է խոսքը։ Շատ վառ կերպով արտահայտված տող ունենք, չէ, երգերից կյանք ու կռիվ երգում։ Խաղաղության մեջ ամենքից ճակատագրերն են տարբերվող, բայց հայրենիք պաշտպանելիս դառնում ենք մի երկինք ու հող։ Էտա։ Երբ որ խաղաղություն է, ես երգչուհի եմ, դուք լրագրող եք, հաղորդավար եք։ Ինչ երկրում է ապրելու Մարին եւ ինչ եք անում դրա համար դուք այսօր, որպեսզի նա ապրի ձեր այդ պատկերացրած երկրում։ Արվեստի տեսանկյունից ասեմ, փորձում եմ հայկական երաժշտությունը երգել, պահել, թեկուզ արխիվից հանել, նորովի ներկայացնել ու մարդկանց ասել, որ հայկական երաժշտությունը չնաշխարհիկ է ուղղակի։ Ամենասիրունն է աշխարհում։ Լսեք, վայելեք, տարածեք, որովհետև ես էլ եմ զինվոր, արվեստի զինվոր եմ։ Ես պետք է հայկական առաջ տանեմ եւ մարդկանց խրախուսեմ լսել։ Ես չեմ շեղվում ուղուց եւ երազում եմ, որ Մարին ապրի բարգավաճող, երջանիկ, ամուր, հզոր Հայաստանում։ Երազում եմ։
Ես վերջում ուզում եմ ձեզ տալ կարճ հարցեր, ուզում եմ, որ կարճ էլ պատասխանեք այդ հարցերին։ Կա ինչ-որ մի երևույթ կամ մարդ, ում մասին դեռ պետք է երգեք ու չեք երգել։ Փոքր Սոնայի մասին չեմ երգել։ Երևի դա կլինի ինչ-որ ինքնակենսագրական երգ։ Ինչպես են ձեզ հիշելու։ Ինչպես են հիշելու։ Երգչուհի ու մարդ։ Ուղղակի։ Դուք ունեք այդ զգացողությունը եւ այդ վստահությունը, որ դուք այս ժամանակաշրջանում մեր երկրի լավագույն ձայներից եք։ Կարող է ասենք եռյակի մեջ եք։ Ես ուղղակի ուզում եմ երգում եմ ու ուզում եմ երգել շատ երկար։ Ես անկեղծ ոչ ներքին այդպիսի զգացողություն ունեմ, ոչ առհասարակ ամբիցիա ունեմ այդ մասով։ Ինչի մասին եք երազում։ Երազում եմ ապահով, ամուր, հզոր հայրենիքի մասին, որովհետև սա իմ հայրենիքն է։ Չեք վախենում։ Վախենում եմ կորստից։ Վախենում եմ կորստից։ Միշտ կորստի գիտակցությունը ու կորուստն է ստիպում գնահատել այն ամենը, ինչ որ դու ունես։ Բայց չեմ ուզում այդպես լինի։ Ուզում եմ մենք գնահատենք այն ամեն ինչ, ինչ մենք ունենք, ճիշտ պահին, ճիշտ տեղում եւ հենց այդ ժամանակ։ Երբ դեռ չենք կորցրել։ Երբ դեռ չենք կորցրել։ Ինչպիսին է միջին վիճակագրական հայը։ Սրտաբաց, հյուրասեր, ոչ մի գաղտնիք չեմ բացահայտում, բայց ես երբ որ տեսնում եմ մենք զբոսաշրջիկներին ինչպես ենք դիմավորում եւ ճանապարհում, իրենք ես էլ բազմիցս եղել են դեպքեր, երբ որ տեսել եմ կանգնած ինչ-որ մեկը մոլորված, մոտեցել եմ, ասել եմ ինչով կարող եմ օգնել։ Ես չեմ կարող ուրիշ ձև ու ես էլ միջին վիճակագրական հայ եմ ու բոլորն էլ ինձպես են։ Եթե ձեր կյանքին մնար 5 րոպե ինչ կանեիք։ Այ կվախենայի։ Կգնայի ընտանիքիս կգրկեի ամուր, շատ ամուր, որ ոսկորները զգայի բոլորի, այդ աստիճան ամուր կգրկեի ընտանիքիս բոլոր անդամներին։ Շնորհակալ եմ շատ Սոնա ջան ձեր այս ուրախ, անկեղծ, հուզառատ, գեղեցիկ զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։